Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետությունը ազատազրկում է բարձրաստիճան հոգևորականի։ Երևանում այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի բանտարկության է դատապարտել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Եվ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, բայց իսկ հաշվելով հաստատի արգելանքի վերջնելու պատիժ։ Մեղադրերի նկատմամբ բնորոշ պատվարկությունից կանոնը թողնել ամփոփել, մինչև դատավորի օրինական ուժի մեջ մտնել։ Արտավարդային փաստաթղթերը տանել վարույթի նյութերի հետ։ Դատավորը կարող է ողջունել վերջնական դատարան, դատական ակտ ստանալու մեկամսյա Սրբազանը կմնա կալանավորված մինչև դատավճռի բողոքարկման ժամկետի ավարտը։ Փաստաբանը լրագրողների ուշադրությունն է հրավիրել փաստին, որ դատավորը վճռի ընթերցման ժամանակ սխալ հոդված է նշել։ Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք, կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա Հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածով, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Սխալ հոդվածը ձեր ասելով կարդացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Ես Ավագյան Բորիս Արմենի Բորիս Ավագյանի մահվանից մոտ 10 օր անց Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ինքնասպանություն հասցնելու հոդվածով քննություն է սկսել։ Քննչականն առայժմ մանրամասներ չի հաղորդում գործի մասին, չի բացահայտում նաև, թե արդյոք Հայաստանում քննությունը կատարելու է ռուս գործընկերների հետ համատեղ։ Բորիս Ավագյանի մահից հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն եւս քրեական գործ էր հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածով։ Հնարավոր մեղադրյալների մասին տվյալներ հայտնի չեն։ Ավագյանի փաստաբան Կոստանտին Տարասենկոն հայտնել է, որ Ավագյանի դին դեռ Հայաստան չեն տեղափոխել։ Դատաբժշկական փորձաքննություն է եղել մահվան հանգամանքները պարզելու համար։ Ավագյանին մահացած էին գտել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանի զուգարանում։ Ռուսաստանում Ավագյանը մեղադրվում էր 4.2 միլիարդ ռուբլի մաքսատուրքեր վճարելուց խուսափելու համար։ Հայաստանում ընտանիքի հայրը, որդին եւ հարսը զբաղվել են թմրանյութերի վաճառքից ստացված մոտ 5 միլիարդ դրամ փողերի լվացմամբ։ Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն համատեղ բացահայտել են խոշոր միջազգային հանցավոր ցանց։ Քննության տվյալներով օտար քաղաքացիները մանկ 25 ճանապարհով Հայաստան են ներկրել եւ վաճառել մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար նրանք ներգրավել են Հայաստանի քաղաքացիների։ Նրանց բանկային քարտերին փոխանցվել է մոտ 5 միլիարդ դրամի չափ գումար։ Հայաստանի քաղաքացիները դրամը դարձրել են դոլար եւ ամեն օր հատել պետական սահմանը, այդ գումարը տանելով դուրս։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Երևանում Հնդկաստանի 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկուսը միջին ծանրության։ Վիրավորներին վիրահատել են։ Նրանց հիվանդանոց են հասցրել քաղաքացիները Ազատության պողոտայից։ Ոստիկանները գնացել են դեպքի վայր, հյուրանոցային համալիր հիշեցնող շինության ներսում եւ դրսում հայտնաբերել առնանման հետքեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ այդ հաստատությունում 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիներ են բնակվում, տեղեկությունը հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
16 զինվորի կյանք խլած Ազատի զորամասի հրդեհի գործով դատավարության ընթացքում զոհված զինվորների ծնողների նյարդերը տեղի են տվել սպա հոգեբանի հարցաքննության ժամանակ։ Նախ նրանցունից հանել են դատախազների հարցերը, որոնք ըստ զոհերի հարազատների դատավարությունը ձգելու համար են, նաև սպա հոգեբանի խուսափողական պատասխանները ծնողների հարցերին։ Դուրս է եկել, դռնից բուժատը, ցենարը դռնա դուրս։ Հիմա դրա պատասխանը ուզում ապրես, դու այդ դախադասությունը օգտագործել ես ընդ։ Ես դա ծնողը լսել եմ։ Թող քննությունը կպարի so much, Mr. Minister, for being with us. Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել համատեղ կոնսորցիում, որը կզբաղվի Հայաստանը եւ Ադրբեջանը կապող երկաթուղու կառուցմամբ եւ կդառնա դրա հիմնական օպերատորը, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքի եթերում։ Այժմ ամերիկյան գործընկերների հետ քննարկում են նախագծի տեխնիկական լուծումներն ու մանրամասները։ Միրզոյանը պարզաբանել է, որ ստեղծվելիք կոնսորցիումն իր հերթին կարող է այլ ընկերությունների ներգրավել կոնկրետ աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար։ Միրզոյանը ասել է, որ Հայաստանի կառավարությունը խիստ շահագրգռված է հնարավորին շուտ վերագործարկել երկու երկրների միջև կապերը։ Մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը, հավատացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանում են ամերիկյան մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Մինչև հոկտեմբերի 11-ը ամերիկացիները կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ, կգնահատեն կարողությունները, կբացահայտեն բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է, որ մեթոդաբանությունը կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը, հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հարգելի ներկաներ, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա առաջիկայում, վստահ է Հայաստանի վարչապետը եւ կարծում է նոր հնարավորություններ են բացվելու մեր երկրի համար։ Հայաստանի հանքարդյունաբերություն 2025 ֆորումի մասնակիցների արչեւ ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ Արաքսի ափից ավազի արդյունահանումը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է ըստ էության։ Տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում։ Մինչև 2038 թվականը Հայաստանում շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, կանխատեսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդիլինը Հայաստանի հանքարդյունաբերություն 2025 ֆորումի ժամանակ։ 2038 թվականին 2038 թվականին քչերն են մնալու, մնացածը արդեն կվերջացնեն նրանց աշխատանքը։ Եթե որևէ բան չկատարվի, այս սեկտորը կավարտվի, որովհետև վերջին 10 տարվա մեջ որևէ նոր պաշար չի ներմուծվել, որևէ նոր կառույց, որևէ նոր ձեռնարկատիրություն, նույնիսկ Հայաստանի մակարդակով միջին չի բացահայտվել եւ չի թողարկվել։ Դա շատ լուրջ մարտահրավեր է։ Գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած մեր ձևով շարժումը Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է գործարանների կառուցմամբ։ Այս մասին Կոտայքի մարզայցի ժամանակ ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Սովետի ժամանակ սա սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ։ 10 տարում 1000 զավոդ են սարքես երկրում։ Մեր պապերը, որ պապիներ էլի, որ գիր կարդալ չեն իմացել, 1000-ած զավոդ են սարքել։ Այ մարդ, գիրել գիտենք, կարդալ էլ գիտենք, 1000 զավոդ խի չենք սարքել։ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում Porsche Cayenne մակնիշի մեքենան թռել է գետը, ուղևորուհին մահացել է։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեքենան մեծ արագությամբ դուրս գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկնում գետը։ Փրկարարներն ու ջրասուզակները մեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղևորուհուն։ Ցավոք կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է մինչեւ շտապօգնության ժամանումը։ 36-ամյա վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն հրաժարվել է բժշկական փորձաքննություն անցնել։ Վարորդին ձերբակալել են։ Մոսկվան եւ Կիևը գերիների փոխանակում են արել բելարուսա-ուկրաինական սահմանին։ Փոխանակումը եղել է 185-185-ի դիմաց։ Ռուս գերիների մեջ նաեւ 20 քաղաքացիական կա։ Նրանք այժմ Բելարուսում են հոգեբանական եւ բժշկական անհրաժեշտ օգնություն են ստանում։ У нас появилось много современных высокотехнологичных систем оружия.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Վալդայի միջազգային բանավիճային ակումբի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանին համաշխարհային համակարգից դուրս մղելու արևմուտքի ծրագրերը ձախողվել են։ Նա ընդգծել է Ռուսաստանի կայունությունը չնայած աննախադեպ պատժամիջոցներին եւ կոշտ նախազգուշացումներ հնչեցրել այն երկրների հասցեին, որոնք ձգտում են ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Պուտինի խոսքով մեջբերում հույս ունեն, որ արևմուտքի նույնիսկ ամենաբթամիտներին կհասնի նման պլանի դատապարտված լինելը։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների դեմ, դա անվանելով հսկայական մարտահրավեր։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ռուսական բանակը, պաշտպանական արդյունաբերությունը եւ ռազմական միտքը արագ հարմարվել են նոր իրողությանը։ Պուտինը ռուսական բանակն անվանել է ամենամարտունակը։ Ողբերգություն է անվանել Պուտինը Ուկրաինայում տեղի ունեցողը, նշելով, որ դա ցավ է ուկրաինացիների եւ ռուսների համար։ Նա մեղադրել է գլոբալիստներին եւ նացիզմ աճեցնողներին, պնդելով, որ նրանք ուկրաինացիներին պարզապես օգտագործում են։ Դաշնության ղեկավարը հատուկ անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, նախազգուշացրել, որ Կիևին ամերիկյան հեռահար հրթիռների հնարավոր փոխանցումը կնշանակի էսկալացիայի որակապես նոր փուլ, որը կվնասի ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Միևնույն ժամանակ Պուտինը վստահություն է հայտնել, որ դա մարտի դաշտում ոչինչ չի փոխի եւ ռուսական զինուժը կսովորի որսալ դրանք, ինչպես սովորել է խոցել ամերիկյան մյուս հրթիռները։ Չնայած առկա հակասություններին, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման, նշելով, որ խոշոր տերությունների համար տարաձայնությունները նորմալ են եւ կարևորն այն է, թե ինչպես են դրանք լուծվում։ Թուրքիան ընտրում է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Չնայած Եվրոմիության ճնշումներին եւ ԱՄՆ-ի կոչերին, Թուրքիան շարունակելու է բնական գազի ներկրումը Ռուսաստանից, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Նա նկատել է, որ ձմեռը մոտենում է ու երկրի քաղաքացիներին չեն կարող ասել, որ գազ չկա։ Ավելին, բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ կապույտ հոսք խողովակաշարով բնական գազի մատակարարման համաձայնագիրը երկարաձգելու մասին։ Եվրամիությունը նախատեսում է ԱԹՍ-ների պատ կառուցել կազմակերպության անդամ պետությունների երկինքն ավելի արդյունավետ պաշտպանելու համար։ Այն ենթադրում է պաշտպանության բազմաշերտ համակարգ հայտնաբերման ու խոցման ցանցերով։ Այն առաջին հերթին արևելյան Եվրոպայի երկրների անվտանգության համար է, սակայն պատի կառուցման ծախսերը պետք է հոգան Եվրամիության բոլոր անդամ պետությունները։ Սա ոչ բոլորի սրտով է։ Իտալիայի եւ Հունաստանի վարչապետերն ասել են, որ եվրոպական պաշտպանական ծրագրերը պետք է օգտակար լինեն միության բոլոր երկրների համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուվիչը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա ԱԹՍ-ների պատի կառուցմանը։ Բոլորը պատրաստվում են պատերազմի, ոչ ոք չի ուզում լսել մյուսին, շեշտել է նա։ Գերմանիայի կանցլերը խիստ քննադատել է նախաձեռնությունը, ինչը դիվանագիտական աղբյուրները բնութագրել են որպես շատ կոշտ արձագանք։ Վերջին շաբաթներին եվրոպական երկրներում ավելի ու ավելի հաճախ են ահազանգեր հնչում անօդաչուների հայտնաբերման մասին։ Մյունխենի օդակայանը գիշերը մի քանի ժամ կաթվածահար է եղել, 17 չվերթ է չեղարկվել, 15 օդանավ չի կարողացել վայրը չկատարել։ Մոտ 3000 ուղևոր ժամեր շարունակ արգելափակված է մնացել օդակայանում, թե ինչ տեսակի եւ քանակի ԱԹՍ-ներ են եղել, պարզ չէ։ Օդակայանը վերսկսել է աշխատանքները վաղ առավոտից։ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերն առանց նախազգուշացման կոչնչացվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռների դեպքում ՆԱՏՕ-ն հարցը կկարգավորի առանձին ընթացակարգով։ Եվրոառաջնորդների մեղադրանքի սլակները ուղղվում են Ռուսաստանի կողմ։ Դրանց պատասխանել է Դաշնության նախագահը, երբ Վալդայի ակումբում նրան կեսկատակ հարցրել են, թե ինչու է անօդաչուներ ուղարկում Դանիա, Ֆրանսիա եւ այլ երկրներ։ Владимир Владимирович, а зачем вы в Данию столько дронов посылаете? Не буду больше. Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ ինչու եք Դանիա այդքան դրոններ ուղարկում։ Այնտեղ նրանց դա անհարմարություն է պատճառում։ Այլևս չեմ ուղարկի։ Պետք չէ, խնդրում եմ։ Ել չեմ անի։ Այլևս չեմ ուղարկի ոչ Ֆրանսիա, ոչ Դանիա, ոչ Կոպենհագեն, ել ուր են հասնում։ Լիսաբոն։ Այո, ամեն տեղ էլ հասնում են։ Գիտեք, այդպես զվարճանում են մարդիկ, որոնք ժամանակին զվարճանում էին չբացահայտված թռչող օբյեկտների թեմայով։ Այնտեղ այնքան տարօրինակ մարդիկ կան, որքան մեզ մոտ ի դեպ։ Ոչնչով չեն տարբերվում, հատկապես երիտասարդները։ Նրանք ամեն օր ԱԹՍ-ներ կարձակեն, ամեն օր, Աստված իմ։ Դե թող որսան այդ ամենն այնտեղ։ Բայց ինչպես հասկանում եք, եթե լուրջ խոսենք, մենք անգամ դրոններ չունենք, որոնք կհասնեն մինչև Լիսաբոն։ Կան որոշակի մեծ հեռահարության դրոններ, բայց այնտեղ թիրախներ չկան, ինչն ամենագլխավորն է։ Թե ինչումն է բանը։
Целей там нету, что самое-то главное. Вот что вообще. Սպիտակ տան 1733 աշխատակիցներից 554-ը հարկադիր պարապուրդի են մատնվել կառավարության աշխատանքի կատվածահար լինելու պատճառով։ Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ գործադիր մարմինը դադարեցրել է աշխատանքը, քանի որ հանրապետական եւ դեմոկրատ կոնգրեսականները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի նախագծի շուրջ։ Նախագահ Թրամփը սպառնացել է, եթե կառավարական շատդաունը շարունակվի, դաշնային աշխատակիցների լայնածավալ կրճատումներ կսկսվեն։ ԱՄՆ պատմության ամենաերկարատև շատդաունը եղել է 2018 թվականին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, այն տևել է 35 օր։ Մեքսիկայում խաղաղ երթը վերածվել է մեծ բախման ուսանողական սպանդի 57-րդ տարելիցին նվիրված միջոցառման ավարտին գլխավոր հրապարակում բախումներ են սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Ոստիկանությունը արդյունքաբեր գազ է բաց թողել հավաքվածների ուղղությամբ։ Երթի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա։ Վիրավորվել է ավելի քան 14 ոստիկան, մի քանիսն այրվածքներ են ստացել։ Ավելի քան 20 քաղաքացի է վիրավորվել։ Տեղի ունեցած բախումները նաև խորհրդանշական են։ 1968 թվականին Մեքսիկայի օլիմպիական խաղերի մեկնարկից 10 օր առաջ անվտանգության ուժերը կրակ բացեցին 10,000 ուսանողների ուղղությամբ, սպանելով մոտ 400-ին։ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հեղափոխական քայլերի մասին է հայտարարել։ Նա Ղազախստանում արհեստական բանականության լաբորատորիա է հիմնում։ Ցանկանում է արհեստական բանականությունը հասանելի դարձնել 1 միլիարդ մարդու, որը կլինի ավելի հարմարավետ եւ թափանցիկ, ասել է Դուրովը։ Նոր տեխնոլոգիան համատեղելու է արհեստական բանականությունը եւ բլոկչեյնը, ինչը թույլ կտա, որ այդ համակարգի օգտագործողների տվյալների գաղտնիությունը երաշխավորվի գրեթե 100%-ով, շեշտել է Տելեգրամի հիմնադիրը։ Նախորդ տարի Տելեգրամը համագործակցել էր Ղազախստանի տվյալների կենտրոնի հետ, որի օգնությամբ հավելվածը սկսել է ավելի արագ աշխատել։ Հայկական ֆուտբոլի գերաստղ Հենրիխ Մխիթարյանը ինքնակենսագրական գիրք է հրապարակում։ «Իմ կյանքը ուշադրության կենտրոնում» վերնագրով գիրքը նախ կհրապարակվի իտալերեն։ Մեծ պատիվ էր Հենրիխին օգնել գրելու այս գիրքը, քանի որ ծանոթացա լավ մարդու, բարի կրթված մի անձնավորության հետ, ասել է գրքի համահեղինակ Ալեսանդրո Ալչիատոն։ Գրքում իտալական Ինտերի հայ կիսապաշտպանը պատմում է մանկության տարիների, հոր, տատիկի, Արարատ լեռան եւ գլխապտույտ կարիերայի մասին։ Գրքի տպագրությունը շուտով կավարտվի, իտալերենից բացի գիրքը կթարգմանվի նաև հայերեն եւ անգլերեն։ Buongiorno a tutti։ Բարև բոլորին։ Ես առաջին անգամ տեսա գիրքը, որը գրել ենք Ալեսանդրո Ալչատոյի հետ։ Հուսով եմ ձեզ շատ դուր կգա։ Իհարկե այն ոչ միայն ֆուտբոլի, այլև այն ամենի մասին է, ինչ ես ապրել եմ մանկուց։ Հուսով եմ, որ ձեզ իսկապես դուր կգա այս առանձնահատուկ գիրքը, որը նման չէ մյուս բոլոր պատմություններին, եւ հուսով եմ այն հետաքրքիր կլինի։ Այն ձեզ կօգնի ապագայի համար, երբեք չհանձնվել, հավատալ եւ իհարկե գնալ ձեր երազանքների հետևից։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը աշխարհի գավաթի նախընտրական հանդիպումների մասնակցելու համար։ Մեր ազգային թիմը հաջորդ շաբաթվա վերջին հոկտեմբերի 11-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հունգարիայի հավաքականի հետ։ 3 օր անց հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իռլանդիային։ Հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան կոտրել է ձեռքը։ Շանսոնի թագուհին ստիպած է եղել չեղարկել առաջիկա բոլոր ելույթները։ Այժմ երգչուհուն նախապատրաստում են վիրահատության, որի ընթացքում բժիշկները նրա ձեռքին մետաղական թիթեղներ կտեղադրեն վնասված ոսկորները ֆիքսելու համար։ Չնայած վնասվածքի լրջությանը, բժիշկները կանխատեսում են, որ վիրահատությունից մի քանի օր անց երգչուհին կկարողանա վերադառնալ բեմ։ Հոնկոնգի երկնքում դրոնների աննախադեպ ներկայացում է եղել։ 1200 դրոն է բարձրացել երկինք, նշանավորելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-ամյակը։ Ռուսային շոուի ընթացքում ցուցադրվել են ազգային խորհրդանիշները դրվագներ պատմությունից։ Քաղաքացիները հիացմունքով հետևել են շոուին, շատերն էլ պահը անմահացրել են հեռախոսներում։ Տեխնոլոգիապես գերբարդ այս շոուն դարձել է Չինաստանի առաջընթացի վկան, նկատել է չինական մամուլը։